Սիմֆոնիկ գեղեցկություն Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբից նվագախումբական անցտոների միամսյակը մեկնարկում է կախարդական մեղեդիներով, որոնք ծնվում են հոգուց և ծնվում սիրով։ Գարնանային նուրբ հնչյունների ներքո ու դասական կատարումներով Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը տոնեց կանանց միջազգային օրը։ Գյումրու հայորդյաց տան բեմին Մերի Մկրտչյանի կատարումներով, Ռուբեն Ասատրյանի դիրիժորությամբ, սիմֆոնիկի երաժիշտների նվագակցությամբ։ Համերգի մասնակիցներին Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի անունից ողջունել և կանանց միամսյակի առթիվ շնորհավորել է մարզպետի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, կարևորելով կնոջ դերը թե քաղաքական ու տնտեսական կյանքում, թե հայ ընտանիքի ամրության պահպանման ու երկրի զարգացման գործում։ Հիմնական մաղթանքն էլ եղել է քաջ առողջություն, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-ի ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը եւ կարեւորել Emerson-ի ընկերության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է եւ այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-ի ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր։ Նշվել է, որ Emerson-ի ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը եւ նշել, որ ընկերությունը շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանում։ Այս առումով նա կարևորել է Հայաստանի կառավարության հետ սերտ փոխգործակցությունը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության եւ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Աշխատանքային օրենսդրության հնարավոր փոփոխությունը քննարկվել է Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հարցը հետեւյալն է. արդյոք պետք է աշխատանքային օրվա ժամը կրճատել, թե ոչ։ Մինչ նախաձեռնության կողմնակիցները հույս են հայտնում, որ դա կբարելավի աշխատողների կյանքը, գործատուները կիսվում են իրենց մտահոգություններով, նշելով, որ փոփոխությունը հնարավոր է տնտեսության վրա բացասական ազդեցություն ունենա։ Աշխատաժամանակի կրճատման մասին նախաձեռնության հեղինակը կառավարությունն է, որն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը, այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, պահպանելով աշխատավարձը։ Գործադիրի հավաստմամբ փոփոխությունը կնպաստի ինչպես աշխատողների հոգեբանական եւ ֆիզիկական առողջության պահպանմանը, այնպես էլ կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը։ Բուն նպատակը նախագծի միտված է հենց աշխատանք, անձնական կյանք, այդ տիրույթի հարաբերակցությունը, ըստ էության սա գաղափարախոսությունը այս նախագծի ժամ գնահատելու, վերաիմաստավորելու, նոր մոտեցում ցուցաբերելու։ Իսկ ինչպես ենք մենք բոլորս վերաբերվում մեկ ժամին։ Դա լինի աշխատանք, թե լինի անձնական տիրույթում արտընկտան։ Դա այս պատճառով այս պարագայում հենց work-life balance-ի գաղափարն է դրված, ինչը հնարավորություն կտա մարդկանց ավելի շատ ազատ ժամանակ ունենալ եւ ինչպես նշեց պարոն նախարարը, դա ուղիղ կապված արդեն եւ դեմոգրաֆիայի եւ զբաղվածության ռազմավարության հետ, դա մարդկային կապիտալի զարգացմանն է նպաստում։ Արմիություններն էլ ոչ միայն պաշտպանում են նախաձեռնությունը, այլ նաև նշում, որ կրճատված աշխատանքային ժամերն աշխատողներին հնարավորություն կտան ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, հանգստին ու ինչու ոչ ինքնազարգացմանը, դա էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա աշխատողների արդյունավետության վրա։ Գործատուների հանրապետական միության նախագահը սակայն աշխատաժամանակի հնարավոր կրճատման մասով ռիսկեր է տեսնում։ Չի կարա սա խթանի տնտեսության զարգացմանը, որ ասենք հավիձևի պատմությունը։ Մենք պետք է հասկանանք, հասել ենք այդ կարգավիճակին։ Մատի եւ մատանի արանք եք մտնում։ Սա գործատուի մրցակցային առավելություն կարող են ընդհանրել։ Ձեր ասած օրինակները Microsoft-ը եւ BMW դրանք մրցակցային առավելություն են ապահովել իրանք։ Այսինքն իրանք ասել են մենք սարքում ենք 7 ժամ, որպեսզի կարողանանք ստեղ մեր աշխատակիցների մարդկային ռեսուրսների կառավարման բաղադրիչը որպես գրավիչ սարքենք եւ կան աշխատեն։ Սա Ժորժ ջան համարում եմ ես իրականում անկեղծեմ ասում, ուղղակի ժամանակի ավելորդ կորուստ։
Ակնհայտ է, որ ավելի կարճ աշխատանքային գրաֆիկները կարող են նպաստել աշխատողների արտադրողականության բարձրացմանը, դա են վկայում միջազգային փորձի մասով գործադիրի կատարած ուսումնասիրությունները, նշում է Հերիկ Նաստիգրանյանը, հավելելով. 8 ժամի աշխատանքային գրաֆիկ ըստ էության, որ արդեն դարից ավել է գոյություն ունի, ներկա հարաբերությունների ժամանակահատվածում իրեն սպառել է։ Այն առումով, որ գործատու եւ աշխատողը շատ ավելի ազատ են պայմանավորվելու շատ հարցերի շուրջ, կապված աշխատանքի կատարման հետ, պայմանների, ռեժիմի, քննարկման ընթացքում եղան տարբեր առաջարկներ, եւ դեմ կարծիքներ, եւ կողմ կարծիքներ, եւ նաեւ առաջարկներ, որ կարելի է այդ աշխատաժամանակի կրճատումը իրականացնել պիլոտային ծրագրի միջոցով, դիտարկելու թե այն ինչպես կաշխատի, որքանով տնտեսական էֆեկտ կունենա եւ որքանով այն կապված է նաեւ հնայի բարձրացման հետ։ Մինչև վերջնական որոշում կայացնելը կառավարությունն ու ազգային ժողովը կշարունակեն քննարկումները շահագրգիռ կողմերի հետ, արդյոք մեր երկիրը կանցնի 7 ժամյա աշխատանքային օրվա, ցույց կտան առաջիկա զարգացումները։ Ձմեռները կտրող սառը, ամառներն էլ կարճ են Հայաստանի հյուսիսում։ Հանրապետության ամենացուրտ բնակավայրը Պաղակն, որտեղ մինչև -46 ջերմաստիճանը կարող է իջնել, հենց Ամասիայի շրջանում է։ Բայց տարածքի հետ էներգետիկ կապը երբ կա, զգացողությունները ջերմացնող են միայն։ Ամասյան ամենատակ եւ ամենագեղեցիկ վայրն է։ Ջեմա Հարությունյանն Ամասիայում է ծնվել, մանկապարտեզ դպրոց հաճախել, ուսանողական տարիներն են Երևանում անցել, մայրաքաղաքում կյանքը շարունակելու հնարավորություն էլ կար, բայց ծննդավայր հասցեն հաղթեց, ետ կանչեց ու վերջնական։ Կայտակրությանը չենք ենթարկվել, եւ ցանկություն չի եղել տեղափոխվել այնտեղ ապրելու եւ աշխատելու։ Համայնքի կենտրոնական շենքը դեռ նախորդ դարից աշխատանքային հասց է, առ հիմա պոլիտեխնիկական ավարտած մասնագիտությամբ հիդրոշինարար մասնագետը կարիերան սկսելով Ամասիայի ջրային տնտեսությունում որպես ինժեներ, ժամանակ անց արդեն ղեկավար պաշտոնի էր։ Այս աշխատասենյակում ես երկար ժամանակ աշխատել եմ 80-ական թվականներին, եղել եմ գործկոմի նախագահի տեղակալ եւ այսօր այս կաբինետից այնտեղ ընդամենը մեկ միջանցք է մեզ բաժանում։ 2016 թվականից Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար եմ։ 19 բնակավայր միավորող խոշորացված համայնք ղեկավարելը հեշտ չէ, բայց փորձառությունն է օգնում։ 80-ականներին, երբ գործկոմի նախագահի տեղակալ ընտրվեց, ընդամենը 28 տարեկան էր։ Ամենաերիտասարդը գործընկերներից, հիմա ամենաավագն է, բայց գործին մոտենում է նույն եռանդով։ Ունիկալ հիշողություն ունեմ, աշխատանքի նկատմամբ մեծ ներվիրվածություն եւ մեծ պատասխանատվություն, որը օգնում է, որ ես կարողանամ այս մեծ համայնքը ղեկավարել։ Այցերը բնակավայրեր անընդհատ են, ղեկավար աշխատակազմի հետ խորհրդակցությունները ամիսը 2 անգամ, գործերի ընթացքն ամփոփելու, նոր հանձնարարականներ տալու, երբ պետք է արտահերթ են նաև հավաքվում։ Անհանգստացնող հարցեր չունենք, եթե չունենք 10 օրից մեկ նորից կհավաքվենք։ Գործում խստապահանջ կին ղեկավարը տանն արդեն հոգատար տատիկ է, կին մայր սկեսուր։ 3 գանձերն են իմ։ Չնայած աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկին, տիկին Ջեման տան տնտեսության գործերից իրեն հեռու չի պահում, խոհանոցը սիրել է միշտ ու հիմա էլ սիրով է մտնում։ Շիրակյան ավանդույթներ կան, որոնց մասին հիմա ժպիտով է հիշում լավ հարսնացուն, բացի կրթված լինելուց 2 բան էլ կար, որ պիտի լավ աներ՝ մաքուր ճեպճերմակ լվացք ու համեղ պատրաստել։ Կեսուրը ապրել է 90 տարի, մինչև վերջ միայն իմ թխած տորտը պետք է ուտեր։ Տանեցիներին համեղ կերակրելու պատրաստակամությունը միշտ իր հետ է, ամփոփող, խոհանոցահարսի հետ կիսում են հավասար, հաշտ ու բալանսավորված։ Քանի որ Սեդան նաև ուսանող է, փորձում է հիմա ավելի օգնել, որ դասերի համար շատ ժամանակ ունենա։ 6:30 արթնանում եմ, ընդմիջման եւ ժամը 6-ի համար էլ ես պատրաստում եմ, որտեվ կարող է այնպես լինել, ես աշխատանքից շատ ուշ վերադառնամ։ Բնամթերքներն էլ, որ օգտագործում են, հիմնականում տնական են, իրենց աճեցրածը, հավաքածը, մսեղենը ընտանեկան ֆերմայից է, արիշտան իրենց արտիցորենից, դե իսկ կանաչեղենը ալպիական դաշտերից են միշտ հավաքում։ Եվ հիմա շանս կտապակեմ ձեր համար։ Աշխատավայրում միայն աշխատանքային մտքերով, բայց ահա տանը միայն տնային գործերով չի ստացվում։ Քանի որ համայնքը մեծ է, նամակ դիմումներն էլ քաղաքացիներից շատ նաև տանն է գործնական հարցերով զբաղվում։ Գյուղ համայնք ղեկավարելը թե տղամարդու գործ է, դեռ տասնամյակներ առաջ է իրենց տարածաշրջանում որպես կարծրատիպ կոտրել հենց իր օրինակով։ Մի բնորոշում էլ կա, որ մերժում է կտրուկ, թե կինը թույլ սեռ է։ Կինը եթե թույլ սեռ լիներ, միայն ընտանիքով կզբաղվեր,
Բայց այսօրվա մեր գյուղի կանայք եւ տունն են աշխատում, զբաղվում են իրենց օժանդակ տնտեսություններով եւ բանջարանոցային աշխատանքներ են կատարում եւ երեխաներին են դաստիարակում։ Ու ամենակարևորը, երբ կինը գնահատված է ու իր ընտրած գործով է զբաղվում, հոգնություն էլ չի զգում։ 1973-ից սկսած ուղիղ 52 տարվա ընթացքում միայն մեկ անգամ 4 ամիս ընդամենը Ջեմա Հարությունյանը գործի չի գնացել, երբ երեխայի խնամքի արձակուրդում էր։ Ուսումնական կենտրոնի մարտավարական դաշտում հերթական դասաժամն է։ Կրտսեր հրամանատարների պատրաստության պարապմունքներին ներգրաված զինվորները, հետևելով հրանգիչների խորհուրդներին, յուրացնում են մարտավարական արգելագոտին ճիշտ եւ հնարավորինս արագ հաղթահարելու հնարքներն ու հմտությունները։ Արդեն ամիս եւ մի քանի օր ավել ծառայության մեջ եմ, տպավորությունները շատ դրական են, կատարում ենք վարժություններ, լուծում ենք խնդիրներ, լսում ենք հրամանատարներին եւ փորձում ենք ամեն ինչ կատարենք ժամանակին եւ ճիշտ։ Մեր ամբողջ ջանքն ու եռանդը ներդնում ենք, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել, դառնանք մեր հայրենիքին պետքական ու կարևոր զինծառայողներ։ Առաջին անգամ արգելագոտին հաղթահարող նորակոչիկներն ասում են, զինծառայության առաջին 2 ամիսները բավական էին ընկալելու առաքելության էությունն ու նպատակները։ Առաջին անգամ էր մարտավարական պատրաստությունները, համ դժվար էր, համ հաճելի էր, համ էլ լիքը բան սովորեցինք։ Ուժերի գերլարումով ու համակուշադրությամբ զինվորները սերտում ամրապնդում են ուսանածը։ Հայրենիքի պաշտպանի համազգեստն ու առաքելությունը կրող զինվորին հարկ չկա պարզաբանելու զենքին եւ ռազմական գործին գերազանց տիրապետելու անհրաժեշտությունը։ Մեր միակ նպատակը մեր հայրենիքին, մեր երկրին ծառայելն է, մեր տունը, հողը, ջուրը պահելը։ Եվ այդ նպատակին հասնելու համար մենք ներդնում ենք մեր ջանքն ու եռանդը։ Շատ հետաքրքիր է բոլոր այս գործողությունները, թե զենքի հետ կապված, թե մարտավարության հետ կապված։ Գնացել ենք կրակային պատրաստությունը ստացել ենք, այսօր մարտավարությունը կատարեցինք, շատ հետաքրքիր է, ճիշտ է, տեղեր կան, որ դժվարություններ կան, բայց այդ դժվարություններն էլ արվում են, որ մյուս անգամները արդեն մեր համար ավելի հեշտ լինի եւ պատրաստ լինենք ու զգոն։ Ես ստանում եմ սրանից հաջող կոնկրետ այս գործողությունները կատարելու, որովհետեւ գիտակցում եմ, որ ինձ հնարավոր է կյանքում էլ թե առօրյայում, թե այստեղ ծառայության ընթացքում շատ պետք է գալու։ Ապագա սերժանտները նկատում են, թեև պատրաստության ծրագրի ավարտին դեռ 4 ամիս կա, այդուհանդերձ իրենք արդեն իսկ իրենց առջև խնդիր են դրել լավագույնս հանդես գալու ավարտական քննություններին։ Կա ձգտում բարելավելու, ավելի լավ կատարելու առաջադրանքները, հրամանատարների հրամանները, որպեսզի վերջում լավ արդյունք ստանանք ու մեր հաջորդ զորամասերում ավելի լավ ծառայենք։ Առհասարակ, խոսելով թե ուսումնական գործընթացի եւ թե առաջիկա ծառայության հանդեպ արկա տրամադրվածության մասին, տղաներն ասում են, պատրաստակամ են իրենց ծառայությամբ նպաստելու բանակի մարտական պատրաստության շարունակական զարգացմանը։ Վստահ եմ, որ կլինեմ լավագույն զինվորներից մեկը իմ հայրենիքի համար։ Իմ առջև դրել եմ խնդիր, որ պետք է մինչև վերջին օրը ես երթումս պահեմ ու լինեմ այն լավագույն զինվորը, որոնք պատկերացնում են ինձ իմ հրամանատարները։ Եթե ստենք պետք է լինենք լավագույնը, որ հանկարծ հետի Աստված չանի ինչ-որ մի բան պատահի, իմանանք մեր գործունեությունը պետք է զինվորը պատրաստ լինի, զգոն լինի։ Ես եկել եմ ստեղին պարտքը տալու համար, ոչ թե պարտքը, ես իմ իրավունքն է ծառայության մեջ։ Ես իրավունք ունեմ ծառայելու, ես այդ իրավունքը փորձում եմ կատարեմ ժամանակին եւ ճիշտ ու լսում հրամանատարներից։ Եվ այս հողերը, այս ամեն ինչը մեր վահած հողերն է, ոնց կարա մարդ իր զինվորական իրավունքից չօգտվի ու չծառայի Հայաստանի Հանրապետության։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջև սպասվող բանակցությունները լավ արդյունք են տալու։ Մենք հիմա ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան լրջորեն մոտենա դրանց։ Կարծում եմ, որ այս շաբաթ շատ կարևոր բաներ կարող են տեղի ունենալ։ Հուսով եմ, որ այդպես է լինելու, նշել է Թրամփը։ Լրագրողի հարցին պատրաստվում եք վերսկսել օգնությունն Ուկրաինային, եթե նրանք ստորագրեն օգտակար հանածոների մասին պայմանագիրը, Սպիտակ տան առաջնորդը պատասխանել է. Կարծում եմ, որ
նրանք կստորագրեն գործարքը, բայց ես ուզում եմ, որ նրանք խաղաղություն ցանկանան եւ հենց հիմա։ Առաջիկա 2-3 օրերի ընթացքում շատ բան պարզ կլինի։ Կիրակի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուղևորվել է Ֆլորիդա Սաուդյան Արաբիա մեկնելու նպատակով։ Ըստ պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության Ռուբիոն մարտի 10-ից 12-ը կլինի Սաուդյան Արաբիայում բանակցություններ վարելու ուկրաինացի գործընկերների հետ, առաջ մղելու նախագահ Թրամփի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու ծրագիրը։ Ջիդայում գտնվելու ժամանակ Ռուբիոն կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ մղելու եւ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններն ամրապնդելու ուղիները։ Ռուբիոն մարտի 12-ից 14-ը կմեկնի Կանադա, որպեսզի հանդիպի G7-ի արտգործնախարարների հանդիպման գործընկերների հետ։ Կանադայի լիբերալ կուսակցության անդամները Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնիին ընտրել են որպես կուսակցության նոր առաջնորդ։ Մարկ Քարնին կստանձնի նաև Կանադայի վարչապետի պաշտոնը։ Քարնին հավաքել է ձայների ավելի քան 85%-ը։ Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ կհեռանա Կանադայի լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ կլքի վարչապետի պաշտոնը, հենց կուսակցությունն իրեն փոխարինող գտնի։ Քարնին ելույթ ունենալով կուսակցության համագումարում նշել է, որ Կանադայի համար մռայլ օրեր են։ Ես ձեզ խոստանում եմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը, հայտարարել է կառավարության ապագա ղեկավարը։ Իր ելույթում Մարկ Քարնին նաև նշել է, որ Կանադան երբեք ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մաս։ Կանադայի հեռացող վարչապետ Ջաստին Թրյուդոն հրաժեշտի ելույթ է ունեցել։ Իր խոսքում նա նշել է, որ Միացյալ Նահանգները էկզիստենցիալ մարտահրավեր է ստեղծել Կանադայի համար։ Մենք մի երկիր ենք, որը գիտի, բոլորի հիմնարար իրավունքների պաշտպանությունը մեր ազատությունը պաշտպանելու միակ միջոցն է։ Մենք մի երկիր ենք, որը դիվանագիտական լուծումներ է միշտ գտնում, բայց կարողանում է պայքարել, երբ պետք է, շեշտել է Թրյուդոն։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը ստեղծել է հանձնաժողով հայտնաբերելու եւ ռազմական դատարան ներկայացնելու նրանց, ովքեր խախտել են ռազմական հրամանատարության հրամանները երկրի առափնյա հատվածում գործողության ընթացքում։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալով մարտի 9-ի դրությամբ բախումների հետևանքով զոհերի թիվը Սիրիայում գերազանցել է 1000-ը։ Սիրիայի առաջնորդն ազգային հեռուստատեսությամբ եւ սոցիալական ցանցերում հրապարակված ելույթում խոստացել է հետապնդել բախումների կազմակերպիչներին եւ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները։ Սիրիայում վերջին օրերին Բաշար Ասադի իշխանության անկումից ի վեր ամենազանգվածային բախումներն են գրանցվել։ Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում ալևիները, որոնք Ասադի իշխանության հենասյունն են։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից շտաբ խորհրդակցություններ է պահանջել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ։ Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հույս է հայտնել, որ խորհրդակցությունները կնշանակվեն մարտի 10-ին։ Վաշինգտոնը դատապարտել է Սիրիայում տեղի ունեցողը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգներն իր աջակցություն է հայտնում Սիրիայի կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում քրիստոնյաների, ալևիների եւ քրդերի համայնքների եւ իր ցավակցությունն է հայտնում զոհերին եւ նրանց ընտանիքներին։ Միացյալ Նահանգները կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել արմատական իսլամիստ ահաբեկիչներին, որ մարդկանց են սպանում։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունը պետք է պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների ներկայացուցիչների ջարդերը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները, կոչ անելով հետաքննել քաղաքացիական բնակչության մահապատիժներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Եվրամիությունը նույնպես դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները, դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Դոնալդ Թրամփի նամակից հետո հայտարարել է, որ Իրանը հրաժարվում է բանակցություններ վարել ագրեսիվ կառավարությունների հետ։ Նրա խոսքով բանակցություններում նրանց հաստատակամությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը, նրանք ցանկանում են կառավարել եւ պարտադրել։ Այս մասին Ալի Խամենեին հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն ունեցած ելույթում։ Խնդիրը միայն միջուկային զենքը չէ, նրանք ակնկալիքներ ունեն կապված Իրանի հրթիռային ծրագրերի ու մեր միջազգային կապերի հետ։ Իսլամական հեղափոխությունը վստահաբար դրանք չի արդարացնի, ասել է նա։ Խամենեին նշել է, որ միջուկային ծրագրի հարցը հավանաբար կքննարկվի ինչ-որ տեղ, սակայն չբացահայտելով մանրամասները։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ ցանկություն էր հայտնել բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ նշել, որ նամակ է ուղղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգեվոր առաջնորդին։ Fox Business-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ նախընտրում է գործարքի շուրջ բանակցություններ վարել Իրանի հետ եւ եւս մեկ անգամ կրկնել պնդումը, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ընդգծելով, որ դա Վաշինգտոնը թույլ չի տա։
86 տարի առաջ Շուշիում ծնված Էլիա տատը մարտի 8-ի արդիվ ամուսնուց ծաղիկներ երբեք չի ստացել, բայց ասում է գոնե մի փոքրիկ նվերով կյանքի ընկերը փորձում էր այդ օրը առավել շարժան դարձնել։ Հաճելի հուշերը նրան տեղափոխում են երանելի ժամանակներ, երբ որդին դեռ չէր զոհվել, ինքն էլ ընտանիք ուներ։ Նվիր արինքոնում պիրում։ Ինչ նվեր։ Նվիրը լի ինգիդամ։ Մին կողոքցիլի, я միջող ճուլկի։ Ասում չում հիջեր, չէ, հինչ ուժորն է սիխնումա, վիզի խոխը ճահացոտին, նիվիրիտին իմ դեղին։ Էլիա տատը բռնի տեղահանումից հետո է հանգրվանել Արծվաբույն տարեցների սպասարկման կենտրոնում։ Տատն ու տարեցների կենտրոնի մյուս կանայք մարտի 8-ի արդիվ այս տարի ծաղիկներ ստացել են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն են այցելել ու նրանց հետ նշել գարնան առաջին տոնը։ Արծվաբույնը մշտապես եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկության հոգացությունը կենտրոնի տնօրենի խոսքով զգում է յուրաքանչյուր շահառու։ Կոմբինատի ամենամյա հատկացումներից անցյալ տարի տեղում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար են բաժին հանել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարվա կատարվածքով փոխանցում է 20 միլիոն դրամ, որը ներդրվում է կենտրոնի աշխատանքները իրականացնելու նպատակով։ 9 միլիոն դրամ տրամադրել ենք շինարարական աշխատանքների իրականացնելու նպատակով։ Հիմնովին կառուցվել է 4 սանհանգույց, 2 լոգարան, վերանորոգվել է 2 ննջասենյակ, ճաշարան, ճաշասենյակներ, խոհանոց եւ լվացքատուն։ Ձեռնարկության աշխատակիցներին այստեղ հարազատի պես են ընդունում, նրանք էլ տարեցներին այցելելու առիթը բաց չեն թողնում։ Երբ յուրաքանչյուր այցելության ժամանակ տեսնում ես այդ տարեց մարդկանց հաշմանդամ, կյանքի դժվարին պայմաններում գտնվող մարդկանց այդ աչքերի փայլը, այդ ուրախությունը, հասկանում ես, որ այդ օգնությունը իզուր չի արվել եւ դա տեղին է։ Կցանկանայի նաեւ նշել անձնակազմի աշխատանքը, որը բավականին բարդ, բավականին պատասխանատու եւ կրկին նայելով հասկանում ես, որ իրենց աշխատանքը իրոք լիարժեք են կատարում։ Կարլոս Պապի սրտով չէ մարտի 8-ը, նա երկու պարին չի մասնակցում։ Ասում է երիտասարդ ժամանակ էլ չէր սիրում այդ տոնը, նրա համար առավել մեծ ու նշանակալի օր է ապրիլի 7-ը։ Մեր կանանց տոնը ապրիլի 7-ին է, քրիստոնեական արժեքներ են երկնում մենք։ Ապրիլի 7-ին է։ Ես ամիսը կհամարենք, որ այդ տոնի նախապատրաստությունը մի ամսակ եք հայտարարում։ Կանանց տոնը սարքենք մի ամիս։ Ձեզ հետ այստեղ գտնվող կանանց ինչ կմաղթեք։ Առողջություն, իրանց ինչ պիտի մաղթեմ, առողջություն լինի իրանց։ Փոխարենը Վարուժան Պապը տոնական միջոցառման կենտրոնում է։ Տասնամյակներ շարունակ պատմություն է դասավանդել։ Տարեցների սպասարկման կենտրոնում էլ լավ շախմատ խաղացողի ու ամեն հարցից գլուխ հանողի համբավ ունի։ Շնորհավոր եմ բոլոր համայն հայության հայուհիներին, կանանց մարտի տոնի արդիվ եւ ցանկանալ բոլորին հաջողություն, առողջություն եւ նյութական անսպառ առատություն։ Այսուհետ թող երբևէ վիշտ ու դառնություն չտեսնեն։ Առողջություն եւ արժանապատիվ ծերություն։ Սրանք են այն մաղթանքները, որոնք ուղղված են տարեցների սպասարկման կենտրոնում հանգրվանած մարդկանց։ Իսկ նրանց ցանկություններին մշտապես խառնվում են օրհնանքներն ու խրատները։ Հետազոտական աշխատանքներ, զեկույցներ, ընթերցումներ, բեմադրություններ եւ գրքի նվիրատվություն։ Գեղարքունիքի մարզային գրադարանը 7 օր հյուրընկալել է Գավառ համայնքի հանրակրթական եւ արվեստի դպրոցների աշակերտներին միջոցառումների շարքով կրկին կարևորում են գրքի դերը, ամրապնդում գրադարան դպրոց կապը, հարստացնում դպրոցական գրադարանի ֆոնդը։ Գիրքը գիտելիքի, մշակույթի եւ լեզվի կրողն է, եւ մենք կարեւորում ենք այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլև կրթական մեծ նշանակություն ունեն։ Հանրակրթական դպրոցների աշակերտները հնարավորություն ունեցան իրականացնելու տարաբնույթ հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ, ոչ միայն դպրոցական ծրագրերով նախատեսված հեղինակներից, այլ նաեւ ծրագրերից դուրս։
Արևելագետ, հայագետ, լեզվաբան եւ հնագետ Նիկողայոս Մարի կյանքն ու գիտական գործունեությունն է հետաքրքրել մի խումբ աշակերտների։ Իրենք եկան մարզային գրադարան, Գավառի Գեղարքունիքի Պարկես Պետրոսյանի անվան մարզային գրադարան, իրենք ուսումնասիրեցին, իրենք տեղեկացան եւ ներկայացրեցին իրենց աշխատանքը, որը շատ ուսուցողական էր եւ ողջունելի։ Գրադարանում լինելը շատ հետաքրքիր բան է։ Մենք անցանք Մարի մասին, որը վրացի էր, բայց նա եկել էր Հայաստան, որպեսզի պեղումներ աներ տարբեր տեղեր, դա անի ճարտարապետական վայրերն էր եւ այլ տեղեր։ Նիկողայոս Մարը։ Նրանով էր հետաքրքիր, որ նա 46 տարի ստեղծագործել է եւ թողել է 500-ից ավելի ստեղծագործություններ։ Գրադարանի միջոցով մենք կարողանում ենք տարբեր գրքեր ուսումնասիրել, տարբեր ստեղծագործություններ։ Նա ծնվել է Քութայիսում, Վրաստան, 1864 թվականին, հայրը շոտլանդացի էր, մայրը վրացուհի։ Նիկողայոս Մարը մի գիտնական էր, որի միտքը խիստ անհանգիստ ու մշտապես որոնող։ Հաճախ նա ինքնաքննադատում, զարգացնում, երբեմն էլ մերժում էր իր իսկ արդասած դասախոսությունը։ Նա գրել է. «Անին գեղարվեստական հուշարձանների հարստությամբ միանգամայն բացառիկ հրաշալի ճարտարապետության կենթանի թանգարան է»։ 1915 թվականին Օվսեփ Օրբելու հետ մեկնում է Վան եւ ուսումնասիրում հուրաշտական սեպագիր արձանագրություններ։ Ինքը դասախոսությունները անդադար փոխում է, եւ որ հարցնում են, ասում են, ինչու ես անդադար դու փոխում, ասում եմ, եթե ես 40 տարի նույն բանը պիտի մտածեմ, ուրեմն ես չեմ հարցել։ Հայաստանի մարզերը թեմայով բաց դաս են անցկացնում Գավառի համար 8 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Թումանյանական հեքիաթներն էլ բեմադրում են Կարմիր գյուղ, Գեղարքունիք եւ Գանձակ գյուղերի կրտսեր դպրոցականները։ Միջոցառումներին ներգրաված բոլոր կրթօջախները ստանում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ծրագրով հրատարակված գրքերի կապոցներ։ Իմի ինչ ես ասում։ Մենք էլ քեզ տեստիք չենք։ Թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգել։ Դուր տանեք։ Որտեղից բան ղարգեմ, դեռ փող չեմ ստանալ։ Աման։ Ինչ աման։ Ամա ես էլ եմ ուզում ձեր հետ գամ։ Վայ, մենք էլ ենք իմացել խելոքացել ես մարդ ես դավիթ։ Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները։ Զարթնել են շուտ, ելել ոտի։ Նախ կապել են իրենց գոտին, լվացել են պաղամպերում իրենց երեսն ու ձեռները։ Հետո միայն բարի լույս են իրար ասել եւ իրարից բարի լույս են սիրով լսել։ Անց է կենում շատ ժամանակ։ Ինչքան արդյոք, ինչ իմանանք։ Եղբայրները ձերանում են, ու մի օր էլ շատ են քնում, ուշ վեր կենում։ Եվ ինչ, անկարծ մոռանում են նախ եւ առաջ կապել գոտին։ Առանց գոտու ելնում ոտի, բարի լույս են իրար ասում, բայց իրար ձայնը չեն լսում։ Հյուսիսից սահմանակից է Արագածոտնի մարզին, հարավից եւ արևմուտքից սահմանակից է Թուրքիային, արևելքից սահմանակից է Երևանին, Կոտայքին եւ Արարատի մարզին։ Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ, թե չէ, ոտքը կտրեց։ Գորալով ընկավ գյուղամեջ։ Տո եկեք, կացին աղբերը կատաղել է, ոտս կծեց։ Ունեմ չոբան աղբեր, ամանդ ուր է, ամանդ բեր, ինչ տեղից որ սիրտը տուզի, ես սհաթին քաշեն տանքես։ Տեսպես գլխիդ բերեմ, տես քո օրը ոնց սև անեմ։ Հապ, այ անամոտ, այ խապեպա, այ ավազակ, այսքան տարի առանց գդակ ման եմ գալիս, ջունի տակին թե անձրևին, այ անամոտ, այ խապեպա, այ գողկատու, բեղդ սրել վեր ես ընկել խանութը, տես քո գլխին ոնց եմ բերում սև մութը։ Կանի տատիկներով, կշորոր աշճուտիկներով, Գրադարանի բոլոր բաժինների մասնակցությամբ իրականացված մեկշաբաթյա միջոցառումներն ամփոփվում են 2024 թվականի 3 լավագույն ընթերցողներին եւ նրանց ծնողներին պարգևատրելու արարողությամբ։ Գրադարանը շնորհակալագրեր է հանձնում ծնողներին իրենց երեխաների մեջ գրքի եւ ընթերցանության նկատմամբ սեր սերմանելու, կրթությանն ու գիտելիքին կարեւորություն տալու համար։